Գյումրիի մասով շատ կարևոր է, որ մենք հասկանանք հետևյալը, սա նախադեպ է նրա, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ֆորմատով, որ ինքը պետք է լինի։ Մասնավորապես կհիշեք, մենք բազմիցս խոսել ենք, որ Գյումրիի Շիրակ օդանավակայանը մենք Զվարթնոց միջազգային օդանավակայաններ կազմակերպության տնօրինության հետ մեկտեղ նախատեսել ենք զարգացնել որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան։ Եվ սա հենց այդ դասական օրինակն է, որը տեղի է ունենում այս պահին։ Այո, այդ 10,000 դրամի մասին շատ էր քննարկվում, տեսեք, ինքնաթիռները առհասարակ եւ բյուջետային եւ ոչ սեգմենտավորված տեղեր են վաճառում։ Սեգմենտավորված ես նկատի ունեմ X քանակի տեղերը X գնով։ Երբ որ մենք հայտարարեցինք, որ սկսած 10,000 դրամից, այո, տենց էլ կա, դուք կարող եք մտնել Պաբեդա ավիաընկերության կայքեջը եւ տեսնեք, որ իր կողմից սպասարկվող ուղղությունները սկսվում են 999 ռուբլիից։ Եթե չեմ սխալվում, դա կազմում է շուրջ 7500 դրամի շուրջ ինչ-որ բան։ Այո, ես կարծում եմ եւ վստահ եմ, որ այդ ուղղության վրա տոմսերը լինելու են նաեւ այդ գնով։ Այդ գնով հնարավոր է լավ ծառայություններ։ Սահմանափակվող տեղեր ա լինում, մոտավորապես գոնե։ Ես եթե չեմ սխալվում, օգտագործվելու է Boeing 737-800 տիպի ինքնաթիռ, որը նախատեսում է շուրջ 180 տեղ, կապված թե կոնկրետ ինչ կամպանովկայի ինքնաթիռ է։ Չեմ կարող ասել քանի կոնկրետ տեղ եւ ոնց, քանի որ տվյալ ավիաընկերության կոմերցիոն տնօրենը չեմ կամ ֆինանսական բաժնի աշխատողը չեմ, ես դες ասում եմ ուղղակի այն, թե ինչպես է աշխատում առհասարակ այդ բյուջետային ավիաընկերությունների տրամաբանությունը։ Իրենք վաճառում են տոմսեր սկսած մինչև Պարզա վերևի շեմը չի լինելու բարձր, որովհետև Գյումրի Շիրակ օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի նրանում, որ ինքը պետք է ավելի մատչելի եւ ինչ-որ այլ տրամաբանության մեջ տոմսեր առաջարկի։ Գյումրիի օդանավակայանի գները այո ցածր են, երբ մենք օրենքում փոփոխություն արեցինք եւ վերացրեցինք պետ-турքի պահանջը Գյումրի օդանավակայանից մեկնող ուղևորների վրա, որտեղ այս հարցն է քանի անգամ բարձրացվել, թե ոնց կարող է լինել այս գնի տոմս, եթե 10,000 դրամը արդեն այնտեղ է։ Գյումրիում չի գործում 10,000 դրամի պահանջը եւ Զվարթնոց միջազգային օդանավակայաններ ՓԲ-ն իջեցրել է իր սակագներս։ Ռեյներ, վիզեր կային, որ ուզում է գալ, բայց Հայաստանի պայմանները լավարված չեն, բանակցություններ վարվում են։ Այո, իհարկե, շարունակական բանակցություններ վարվում են ոչ միայն Վիզերի հետ, այլ նաև մնացած այլ ավիաընկերությունների հետ եւս։ Խնդիրը ես եւս մի քանի անգամ ասել եմ, կայանում է նրանում, որ ավիաընկերությունը մուտք գործելուց շուկա պետք է հասկանա, թե ինչքան ունի ինքը այնտեղ պահանջարկ։ Այս պահի դրությամբ բոլորովին երևի բոլորին գաղտնիք չի լինի, որ Ռուսաստանի շուկան մեզ համար թե ներգնայի եւ թե արտագնայի համար մեկ շուկան եղել է եւ կարծում եմ դեռ կմնա շատ երկար։ Եվ այդ տրամաբանության պատճառով էլ Պաբեդա ավիաընկերությունով է մուտքը եւ Շիրակի այսպես ասած վերագործարկումը տեղի ունենում։ Սա ես կարծում եմ կլինի շատ լավ օրինակ եւ հետագայում մենք դիվերսիֆիկացնենք մեր շուկան դեպի Եվրոպա։ Նոյեմբերին հայտարարվեց։ Այո, մենք հիմա վերջնական փուլն է գնում փաստաթղթերի վերջնականացման, կարծում եմ նոյեմբերի վերջից արդեն առաջին թռիչքը տեղի կունենա։ Տոմսերի գների վերանայում հնարավոր է լինի, քանի որ շատ ուղղություններ Հայաստանից ավելի թանկին, քան Վրաստանից։ Տոմսերի գները մենք չենք վերանայում, տոմսերի գները վերանայվում, ֆիքսվում եւ հաստատվում են շուկայի կողմից, քանի որ մենք ազատ շուկայական տնտեսություն ունենք եւ բաց մրցակցային դաշտ։ Ես նշել եմ սա, մեկ անգամ էլ նշեմ, ամեն նոր խաղացող, երբ որ մուտք է գործում հայկական շուկա, ինքը այս կամ այն կերպ ազդեցությունը իր թողնում է առհասարակ տոմսերի իհարկե գների վրա։ Ես կարծում եմ ինչ-որ փոփոխություն կլինի, բայց իրեմ կրկնում, սա այլ տեսակի պրոդուկտ է, այլ տեսակի սեգմենտ է եւ կարծում եմ շատ լավ առիթ է խոսելու Գյումրիի մասին։ Դուք լինելու միայն դեպի ինֆորմացիա կարող եք ստալ, հա, երբ որ ձեր նախորդ հեռացված աշխատանքից տեղեկություն կարող նա գերմանական հայտնի ընկերություններից մեկից կաշառքել պահանջել, դուք այս ընթացքում ձեր աշխատանքային ինչ բարձեցիք, հիմա խնդիր եղել է։ Եվ նույնիսկ Չեխիան են ասում Հայաստանից գնաց կոռուպցիոն սկանդալ էր վարժել։ Իմ սկզբունքների մեջ մտնում է հետ չնայել եւ հետ չխոսել, խոսել այսօրվա եւ ապագայի մասին, բայց սա զավեշտալի խոսակցություն է, ես համարում եմ սա ուղղակի անիմաստ, քանի որ ոնց եք պատկերացնում ռեալ կյանքում Lufthansa-ի նման կազմակերպությունից ուզել կաշառք որևէ երկրում, դա անդուրժ է։ Բայց երկնքի այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանում, հա, նման քաղաքականություն հռչակած երկրի համար բավարարում է ձեզ որպես քաղաքավիացիայի պետ։ Ոչ, ես ազգային ժողովում էլ նախորդ օրը նշեցի, թող հանկարծ չթվա ոչ մեկին, որ ես ասում եմ, որ Հայաստանի տոմսերի գները էժան են, Հայաստանի շուկան դիվերսիֆիկացված է, մենք խնդիր չունենք, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բավական ակտիվ աշխատում ենք, աշխատելու ենք, տոմսերը ես կարող եմ ասել, որ
կեժանանան, ես սա էլ առաջին նախադեպերից մեկն է, որ էլ եմ կրկնում։ Ինձ համար որպես քաղաքացիական գլխավոր վարչության պետ, սա առաջին հերթին շատ կարևոր իրադարձություն է նրա պատճառով, որ Գյումրիի Շիրակ օդանավակայանը մեր կողմից նախատեսված նախագծված ձևաչափով սկսելու է աշխատել։